Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ մարտի 15 Զգուշացիր այն շնորհով, որ Հիսուս Քրիստոսով է։ 2 Տիմոթեոս 2:1 Քրիստոսն անսպառ շնորհի է տիրապետում, բայց տիրապետում է բնավ ոչ իր համար։ Այնպես ինչպես ջուրն է աղբյուրից սլանում խողովակներով, այնպես էլ շնորհն է Հիսուսից տարածվում իր ժողովրդի վրա։ Եվ նրա լիությունից մենք բոլորը ստացանք շնորհ շնորհի փոխարեն։ Կարծես նա այդ շնորհին տիրապետում է միայն նրա համար, որ այն տարածի մեզ վրա։ Նա նման է անդադար բխող աղբյուրի, որը ջուր է բխում ծարավ շուրթերի և դատարկ անոթների համար։ Պտուղ բերող ծառի նման, որը պտուղ է տալիս ոչ նրա համար, որ նրանք ճյուղերից կախված մնան, այլ որպեսզի նրանց կարիքն ունեցողները կարողանան օգտվել այդ պտուղներից։ Տերը իր ժողովրդին տալիս է շնորհը։ Շնորհը ներում է, մաքրում է, պահպանում է, ամրացնում է, լուսավորում է և կենդանացնում։ Այն տրվում է անվճար, այն անգին է, այն տարածված է իր ժողովրդի վրա իր բոլոր դրսևորումներով։ Ինչպես սրտից հոսող արյունն է հավասարապես պատկանում մարմնի յուրաքանչյուր անդամի, այնպես էլ շնորհն է իր բոլոր դրսևորումներով հանդիսանում Քրիստոսով յուրաքանչյուր սրբի ժառանգությունը։ Քրիստոսի և իր եկեղեցու հաճելի շփման պատճառն այն է, որ նրանք հավասարապես ունեն միևնույն շնորհը։ Քրիստոսը գլուխն է, որի վրա ի սկզբանե լցվել է յուղը։ Այդ յուղը կաթում է նրա հագուստի կողքերով, այնպես որ ամենաընկած մեղավորը ստանում է օծում, որը համապատասխանում է Քրիստոսի օծմանը։ Շնորհի հյութը հոսում է վազից դեպի ճյուղերը, իսկ վազը ստանում է այն նույն սնուցումը, ինչ ճյուղերը, և դա նպաստում է իրական մերձեցմանը։ Օրեստորե ստանալով և ընդունելով Հիսուսից բխող շնորհը, մենք հաղորդակցվում ենք նրա հետ վայելելով այն երջանկությունը և երանությունը, որ այն տալիս է։ Եկեք ամեն օր այնպիսի վստահությամբ օգտագործենք խոստմունքով մեզ պատկանող հարստությունները, ինչպիսի վստահությամբ մարդիկ հանում են գումարը սեփական դրամապանակից։